Ժորժան, բարև ձեզ, ես Արման Ղուկասյանն եմ։ Ես կարծում եմ, որ այսօր բոլորս հիանալով ջրասուզակ Վահե Մելքոնյանի պրոֆեսիոնալ հատկանիշներով, այն մարկային տեսակով, որը ինքը ունի, եւ այն հերոսությամբ, որը ինքը արել է, իհարկե շատ լավ ենք անում, եւ ողջույնի խոսքեր, շնորհակալական խոսքեր պետք է ամենուրեք հնչեն, բայց ես կարծում եմ, որ դա պետք է լինի հստակ հետևանքներ ունենա։ Գիտեք երևի, որ օրեր անց Վահե Մելքոնյանը կարողացել է գտնել երեխայի դին, որը ցավոք սրտի չի փրկվել, ընկնելով գետը, եւ պետք է ունենա հետևանքներ, բացի բանավոր խոսքերից, կարծում եմ առաջի հետևանքը պետք է լինի շնորհել կոչում հերոսի Վահե Մելքոնյանին, երկրորդ հետևանքը դա ֆինանսական պարգևատրումն է, եւ երրորդ հետևանքը պետք է լինի աշխատավարձի բարձրացումը, որտեղ ընդամենը 170,000 դրամ են ստանում ջրասուզակները, եւ պետք է բարձրանան թե 911-ի բոլոր փրկարարների, թե հրշեջների, թե ջրասուզակների աշխատավարձերը, որտեղ իրենց կյանքն ու առողջությունն են դնում եւ նման գործ են կատարում, հանրային կարևոր գործ, դնելով իրենց առողջությունն ու կյանքը այդ ամենի մեջ։ Այո, պետք է ստանան ավելի բարձր երևի։ Ես որպես քաղաքացի, որպես կուսակցության նախագահ, հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանս դիմում եմ կառավարությանը, որ բարձրացնեն աշխատավարձները։ Սա խնդրանք է եւ կարծում եմ, որ հանրությունը անպայման կմիանա այս խնդրանքին։ Ժորժան, մեր երեխաների անվտանգության հետ կապված հետեւյալը կասեմ, այն որ ծնողները պետք է լինեն ավելի ուշադիր, հարազատները պետք է լինեն ավելի ուշադիր եւ կոչեր հնչում են, հա, որ երեխաների հանդեպ ավելի ուշադիր է պետք լինել, դրանում երկրորդ կարծիք չկա, բնականաբար։ Բայց նաեւ պետք են պետական լուծումներ։ Մեր կուսակցությունը, հանուն սոցիալական արդարության կուսակցությունը, առաջարկել է կառավարությանը, որպեսզի լուծումներ գտնեն հետեւյալ կերպով. հանրային վայրերում, որտեղ կա բաց ջրային տարածքներ, գետեր, լճեր եւ այլն, պետքա ցանցապատվի այդ տարածքները, որտեղ տեսնում եք ռիսկ, որտեղ կա ռիսկ, այդտեղ պետք է չեզոքացվի այդ ռիսկը, պետությունը պետքա ոչ թե լինի արձանագրողի, արձագանքողի դերում, այլ ի սկզբանե այդ հնարավոր ռիսկը չեզոքացվի։ Սա առաջի դեպքը չի, հա, որ տեղի է ունենում, երեխան ընկնում է գետը, լիճը, բաց ջրային տարածքը, պետք են լուծումներ եւ լուծումը կարող է լինել հենց այդպիսին։ Ցանցապատել, դնել ցանցեր եւ այնպես անել, որ եթե կա ռիսկը պետքա վերահսկվի, ոչ թե արձագանքենք, հա, ողբերգական դեպքերին, այլ չեզոքացնենք ի սկզբանե այդ դեպքերը։ Սա է մեր առաջարկությունը, կարծում եմ, որ սա ճիշտ առաջարկություն է։ Ժորժան, դուք ինչ եք կարծում, գրեք մեկնաբանություններում։ Ես կարծում եմ, որ մենք որպես պետություն պետքա առաջի հերթին գնահատենք այն մեր հերոսներին, մեր հասարակության մեջ ապրող հերոսներին, որոնք որ իսկապես իրենց կյանքը եւ առողջությունը դնում են հանուն հանրային շահի, եւ բնականաբար նաեւ փորձենք չեզոքացնենք բոլոր վտանգները, նախորոք մտածենք եւ դա կփրկի կյանքեր, միանշանակ դա կփրկի կյանքեր։ Դուք գրեք, խնդրում եմ, եւ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին։